Մերձարևելյան տարածաշրջանի պատերազմի շուրջ հռետորական հայտարարություններ են հնչում թե Թեհրանից, թե Վաշինգտոնից, սակայն առճակատումը ռազմական էսկալացիայի չի վերածվում։ Բանակցությունների անցկացումն էլ անորոշ է, թեպետ ամերիկյան կողմը հայտարարել է, որ նոր փուլը կարող է տեղի ունենալ Իսլամաբադում։ Մինչ Վաշինգտոնը փորձում է դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը, Թել Ավիվը հայտարարում է, երկիրը պատրաստ է Իրանի հետ ռազմական գործողությունների վերսկսմանը, միաժամանակ շարունակում է Հզբոլլահի դեմ գործողությունը։ Իսրայելի վարչապետը նշել է, ամերիկացի դաշնակիցներն իրենց տեղեկացնում են Իրանի հետ շփումների մասին։ Ըստ Նեթանյահուի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների նպատակները համընկնում են։ Երկուսն էլ ցանկանում են տեսնել հարստացված ուրանի դուրսբերում, միջուկային ծրագրի չեղարկում, ինչպես նաեւ նեղուցների բացում։ Միացյալ Նահանգներ Իրան առճակատման անկյունակարը այժմ Հորմուզի նեղուցն է։ Վաշինգտոնը Թեհրանին առաջարկել է համատեղ կառավարել այն, բայց մերժում է ստացել։ Իսլամական Հանրապետությունը պնդում է նեղուցը Իրանի ժառանգությունն է։ Հորմուզի նեղուցը մեր երկրի բացառիկ ժառանգությունն է, ինչպես ցանկացած գործիք, որը ծառայում է այլ պետությունների հետ հարաբերություններ կառուցելու եւ կարգավորելու համար։ Այս նեղուցը նույնպես պահանջում է կառավարման հատուկ ռեժիմ։ Իրանական նավահանգիստները շրջափակելու Թրամփի որոշմանն ի պատասխան Թեհրանը համաշխարհային առևտրաշրջանառության համար աղետալի հետևանքներով է սպառնացել։ Ավելին, ռազմավարական զարկերակի շրջափակումը շարունակելու դեպքում Թեհրանը խոստացել է արգելափակել նաև 3 ծովերում նավագնացությունը։ Եթե Միացյալ Նահանգները շարունակի բլոկադան ու սպառնա իրանական առևտրային նավերի ու նավթային տանկերների անվտանգությանը, դա կլինի հրադադարի պայմանավորվածության խախտում։ Այդ դեպքում Իրանը կարգելափակի Կարմիր ծովում, Պարսից եւ Օմանից օդում արտահանումն ու ներկրումը։ Իրանցի բարձրաստիճան զինվորականը սակայն չի նշել, թե տարածաշրջանի որ երկրներին կարող է վերաբերել նախազգուշացումը։ Իրանի նավահանգիստները շրջափակելուց հետո Վաշինգտոնից ու Թեհրանից իրարամերժ հայտարարություններ են հնչում։ Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնակայանից հայտնել են 36 ժամում ոչ մի նավ չի շրջանցել բլոկադան։ 6 առևտրային նավ էլ ստիպված է եղել վերադառնալ։ Սակայն պարզվել է, որ շրջափակման մեկնարկից ի վեր Հորմուզի նեղուցով անցել է 15 նավ, որոնցից 9 կապված են Իրանի հետ։ Վերլուծաբանները կանխատեսում են, չի բացառվում, որ Պահապանների կորպուսի փոքր ստորաբաժանումները ականներ տեղադրեն նավերի վրա եւ ցամաքից գործարկեն պայթուցիկներով դրոններ։ Առևտրային նավերի համար լուրջ սպառնալիք են նաեւ հութիները, որոնք կարող են հարվածել։ Նման զարգացումն աղետալի հետևանք կարող է ունենալ Սաուդյան Արաբիայի համար։ Այն Կարմիր ծովի իր նավահանգստից մատակարարում է օրական 8 միլիոն տոննա նավթ։ Նեղուցի արգելափակման որոշմանն ի պատասխան Վաշինգտոնին խիստ զգուշացում է արել նաև Իրանի արտգործնախարարությունը։ Սա միջազգային իրավունքի տեսանկյունից սադրիչ ու անօրինական քայլ է։ Այն կարող է հանգեցնել հրադադարի խախտման։ Այդ պարագայում մեր զինված ուժերը պատրաստ են ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները։ Սպիտակ տնից հայտնում են, դեռևս ժամանակացույց չկա, թե որքան կպահպանվի շրջափակումը։ Ես հստակեցնեմ եւս մեկ կետ, որի մասին որոշ սխալ հաղորդագրություններ եմ նկատել։ Շրջափակումը ներառում է արաբական եւ Օմանի ծոցի բոլոր իրանական նավահանգիստները։ Ամերիկյան ուժերը տարածաշրջանում աջակցում են այն նավերի տարանցումը, որոնք չեն ուղևորվում իրանական նավահանգիստներ։ Իրանում էսկալացիան շարունակվելու դեպքում համաշխարհային էներգետիկ շուկան մի քանի ամսից կառերեսվի նավթի դեֆիցիտին։ Սև ոսկու համաշխարհային պահուստային ֆոնդը երկար ժամանակ չի կարողանա փոխհատուցել առաջարկի կտրուկ գահավիժումը։ Մասնագետները կանխատեսում են, որ գլոբալ ռեզերվուարները կարող են դատարկվել մինչև հուլիս։ Տարածաշրջանի ամենակարևոր լոգիստիկ զարկերակի Հորմուզի նեղուցի շրջափակումն արդեն հանգեցրել է նավթի համաշխարհային մատակարարման 8-ից 9 միլիոն բարելով կրճատման։ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է 2026-ին համաշխարհային տնտեսական աճը կկազմի 3.1%։ Նաև նշվում է, որ համաշխարհային գնաճն այս տարի կհասնի մինչև 4.4%։ Ավելի երկարատև հակամարտության դեպքում հիմնադրամի ամենահորետեսական սցենարով նավթի եւ բնական գազի գները կբարձրանան 100-ից 200% եւ կմնան այս մակարդակում մինչև 2027 թվականը։ Այս դեպքում համաշխարհային տնտեսական աճը կկազմի ընդամենը 2%։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։